Նախնական տվյալներով 66 մարդ է զոհվել Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Անհետ կորածներ ու վիրավորներ կան։ Ամերիկյան արտադրության Հերկուլես C-130-ում 128 մարդ է եղել։ Ինքնաթիռում Կոլումբիայի ավիատիեզերական ուժերի 11 անդամ է եղել, ազգային բանակի 115 զինվոր եւ ազգային ոստիկանության 2 անդամ։ Վիրավորները տեղափոխվել են Բոգոտայի հիվանդանոցներ ու ռազմական հոսպիտալներ, 4 զինծառայող դեռ անհետ կորած է։ Զինվորականներ ու զինամթերք տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց, օդանավակայանից մոտ 1,5 կիլոմետր հեռու, Կոլումբիայի եւ Պերուի սահմանին։ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը խոսել է նախնական վարկածի մասին։ Ըստ որի սրահում բռնկված հրդեհի պատճառով պայթել է ինքնաթիռում գտնվող զինամթերքը։ Ողբերգության պատճառների մասին այլ վարկածներ էլ կան։ Հնարավոր է Կոլումբիայի զինուժի ինքնաթիռը խոցել են տարածքում գտնվող ապստամբ ուժերը, որոնք թմրանյութերի առք ու վաճառքի համար են մեղադրվում եւ հետապնդվում Կոլումբիայի ազգային գվարդիայի կողմից։ Սակայն ըստ Սանչեսի որևէ ապացույց չկա, որ ինքնաթիռը խոցվել է։ Մեկ այլ վարկածով լեռնային գոտում անբարենպաստ եղանակի պատճառով է ինքնաթիռը կործանվել։ Ինքնաթիռը ցածր թռչելով անցել է այնտեղով։ Հետո լսեցինք, որ մեկ անգամ հարվածեց գետնին, ապա պայթեց։ Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ Սևարկղը դեռ չի գտնվել։ Ինքնաթիռը 2 տների միջև է ընկել։ Մի տնից 20 մետր, մյուս տնից 30 մետր հեռու։ Սա Կոլումբիայի վերջին տարիների պատմության ամենասարսափելի ավիավթարներից մեկն է։ Մեր շրջանում երբեք այսպիսի մասշտաբներով ավիավթար չի եղել։ Կոլումբացիները վերջին անգամ նման սարսափելի դեպքի ականատես էին եղել մոտ 10 տարի առաջ, երբ Շոպեկոենսե ֆուտբոլային թիմը մեկնում էր Կոլումբիա իր առաջին եզրափակչին մասնակցելու։ Այդ ժամանակ զոհվել էր 71 մարդ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։